Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ Նարեկ։ Պարոն Ղուկասյան, Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժեղ Հայաստան ուժը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, չնայած որ այս պահին սահմանադրական արգելք կա Կարապետյանի առաջադրման եւ վարչապետի պաշտոնին հավակնելու ցանկության նկատմամբ դուք ինչպես կմեկնաբանեք այս տեղեկությունը։ Դե այդ առաջադրման ժամանակ ցուցադրեցին Հայաստանի մի խումբ սահմանագետների կարծիքը, առայն որ ազգային ժողովը որակյալ մեծամասնությամբ կարող է փոխել սահմանադրության նախատեսված այդ արգելքը, ինչից պետք է ենթադրել, որ ուժեղ Հայաստան, այդ քաղաքական ուժը, այդ կուսակցությունը ներկայացնում է Սամվել Կարապետյանին որպես ապագա իրենց վարչապետի թեկնածու, այսինքն բնականաբար իրենք որպեսզի չբախվեն թեկնածուների գրանցման արգելքի հետ, առաջի համար որպես կուսակցության կարող է առաջադրեն ուրիշ անձ, ի նկատի ունենալով եւ ամբողջ քարոզարշավը կազմակերպելով, որ ընտրվելու դեպքում այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասին, եթե որակյալ մեծամասնություն ունենան հորդարանում, կառաջադրեն Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Սա ողջամիտ բացատրությունն է, ոչ ողջամիտ բացատրությունը իհարկե դա այն վարկածն է, որ եթե առաջադրեն Սամվել Կարապետյանին որպես պատգամավորի թեկնածու եւ այդ դեպքում կբախվեն պետական այդ կենտրոն հանձնաժողովի կողմից գրանցման ժամանակ խնդիրներ կունենան, այսինքն իր մասնակցությունը թույլ չեն տա, չեն գրանցի ըստ գործող օրենսդրությամբ Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Ես ենթադրում եմ, որ իրենք նկատի ունեն առաջի այդ տարբերակը եւ քարոզարշավը կազմակերպելու են Սամվել Կարապետյանի անձի շուրջ, թեպետ եւ ինքը հնարավոր է, որ առաջի տեղում կուսակցության ցուցակում չի լինի։ Եվ այդ մոտեցումը դուք ինչպես եք գնահատում գալ իշխանության մեկ հոգու համար սահմանադրություն փոխել, որպեսզի հնարավորություն ունենա վարչապետ դառնալ։ Դե հավանաբար կան պատճառներ, ինչի Սամվել Կարապետյանի անձի վրա են դնում շեշտը ուժեղ Հայաստան կուսակցությունը, դա իրենց խաղաքարտն է։ Նարեկ, այս ընտրություններում արդեն ինչպես երևում է, բացի իշխող ուժից, եւս 4 օլիգարխիկ ուժ է մասնակցելու։ Իշխող ուժը նույնպես օլիգարխիկ քաղաքական ուժ է ըստ իս, այսինքն մենք ունենալու ենք 5 քաղաքական ուժերի կողմից այս ընտրություններում պայքար խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Դա Ռոբերտ Քոչարյանն է, դա Սերժ Սարգսյանն է, դա Գագիկ Ծառուկյանն է, դա Սամվել Կարապետյանն է։ Կարող է հաշվարկը արված է հենց այն հանգամանքի վրա, որ այս ընտրություններում այս բոլոր թվարկած օլիգարխիկ ուժերը, ներառյալ իշխող ուժը, մեծ հաշվով չունեն գաղափար։ Եվ պիտի ներկայանան ըստ էության այսպես ոչ գաղափարական արգումենտներով ընտրողների առջև։ Ստեղ արդեն գործում է այդ տրամաբանությունը, որ Սամվել Կարապետյանը ինքը որպես մեծահարուստ մարդ գործոն է դառնում ընտրողների որոշ զանգվածի համար, ովքեր որ դրա մեջ հենց տեսնում են կարողություն, ուժ եւ գրավիչ է դառնում իր համար քվեարկելը այդ տեսակ ընտրողների համար։
ում համար գաղափարը երկրորդական է եւ այլն եւ այլն։ Սամվել Կարապետյանը կարող է լավ պետական կառավարիչ լինել, թե ոչ, ըստ ձեզ, որտեղ նա տարիներ շարունակ բիզնեսի մեջ է եղել։ Ըստ ինձ ինքը չի համապատասխանում այն չափանիշներին, որ այսօր հարկավոր է Հայաստանին։ Նշված 5 օլիգարխիկ ուժերից ոչ ոք չի համապատասխանում ըստիս Նիկոլ Փաշինյանից սկսած եւ մնացած բոլորով տարբեր պատճառներով։ Մենք պիտի այդ դեպքում Հայաստանի արչև կանգնած խնդիրները վերլուծենք, որ հասկանանք, հա, ինչ պահանջներ, ինչ չափանիշներ են դրվում Հայաստանի ապագա կառավարության ղեկավարի առջև։ Տեսեք, շատ բարդ, եթե վերցնենք արտաքին քաղաքականություն, միջազգային իրավիճակ։ Հայաստանը այստեղ այսօր ունի որոշակի դիրքորոշում, հա, նեյտրալ է իրեն պահում։ Եթե հետադարձ հայացք անենք, 22 թվականին Հայաստանը իր միջազգայնացիաներում քվեարկություններով, ՄԱԿ-ում օրինակ, քվեարկում էր որպես Ռուսաստանի կողմ գտնվող պետություն։ Օրինակ Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում 22 թվականին Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու բանաձևի վերաբերյալ Հայաստանը քվեարկել է դեմ, այսինքն եղել է այն սակավաթիվ պետությունների շարքում, ովքեր որ հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության կողմնակիցները։ Հետագայում Հայաստանի ղեկավարությունը հավանաբար շտկեց իր դիրքորոշումը, ձեռք բերեց այսպես նեյտրալ դիրք։ Մենք լսեցինք այս վերջի հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանի Մոսկվայում բազմաթիվ անգամ կրկնված այդ միտքը, որ Հայաստանը երբեք ոչ մի քայլ դեմ չի անի Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանը այդ միտքը կրկնում է։ Դա նեյտրալիտետ, հա, պահպանելու, այսինքն հանդիսանալով Ռուսաստանի ռազմական դաշնակից, Հայաստանը փորձում է պահպանել չեզոքություն այն միջազգային ճգնաժամում, որը որ ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացել է այսօր աշխարհում։ Իսկապես Ռուսաստանի դաշնակիցներից միայն Բելարուսն է, որ աջակցում է ռուսական ագրեսիային։ Մնացած դաշնակիցները Ղազախստանը, Կիրգիզիան, չեն Տաջիկստանը եւ Հայաստանը չեն ճանաչում որպես Ռուսաստանի մաս այն տարածքները, որը որ Ռուսաստանը հայտարարել է իր հա պետական մարմինների կողմից Ռուսաստանին միացված Դոնբասի եւ Ղրիմի տարածքների մասին խոսք։ Եթե նման ճանաչում լիներ, ապա այդ պետությունները պիտի միջամտեին պատերազմին, միանային պատերազմին ավելի ճիշտ Ռուսաստանի կողմից։ Ճիշտ է, դա բխում է դաշնակիցների ռազմական պայմանավորվածության պայմանագրի տրամաբանությունից։ Բայց ստեղծվել է այսպիսի մոդել, որ Ռուսաստանի ռազմական դաշնակիցները պահպանում են չեզոքություն, բացի Բելարուսից։ Բելարուսը իր տարածքը տրամադրել էր Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, գիտենք դա 22 թվականին Բելարուսի տարածքից ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Բայց մեծ հաշվով գործում է այդ սկզբունքը։ Հիմա հարց. Հայաստանը պիտի, ինչպես որոշ ուժերն են պնդում, կանգնի Ռուսաստանի կողքին, այսինքն աջակցի ռուսական ագրեսիային, հակադրվի արևմուտքին, սա մի տեսակետ, երկրորդ տեսակետ պահպանի միջազգային չեզոքությունը եւ երրորդ տեսակետ միանա արևմուտքին, մասնավորապես միանա Եվրոպական միությանը։ Այսինքն այս խնդիրը առաջի հերթին միջազգային, հա, ոլորտում խնդիրը Հայաստանի վարչապետը, ապագա վարչապետը պետք է լուծի, կամ շարունակի այն քաղաքականությունը չեզոքություն պահպանել, որը որ հիմա կա,
կամ փորձի այդ քաղաքականությունը փոխել կամ մի կողմ, կամ մյուս կողմ ուղղությամբ։ Դա շատ, ասում եմ, բարդ պատասխանատու խնդիր է։ Հասկանալի է, որ այն մոլորակի վրա, որտեղ երեք խոշոր կենտրոն կա, տնտեսական եւ քաղաքական, մեր մոլորակի վրա, ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Չինաստանը, փոքր պետությունները պիտի դիրքավորվեն, ում հետ են։ Եվ Հայաստանին դա վերաբերվում է ավելի սուր, քան որևէ մեկին, որովհետև անվտանգության հարցը ոչ մեկը չի, այսպես ասած, կարող անտեսել։ Այսինքն այդ ընտրությունը դա ապագա 5 տարվա կարևոր ընտրությունն է։ Ես գտնում եմ, որ Հայաստանի համար լավագույն լուծումը Եվրամիության անդամությունն է։ Ինչպես փոխել բալանսը, ինչպես այդ անցումը կատարել Ռուսաստանին ռազմական դաշնակից, թեպետև չեզոք դիրք զբաղեցնող Ուկրաինայի ագրեսիայի նկատմամբ դեպի Եվրամիության անդամ, դա շատ բարդ խնդիր է։ Թվարկած այսօր, որ մենք տեսնում ենք այդ խոշոր օլիգարխիկ կուսակցությունների կողմից առաջադրված տեխնացուներից, Նիկոլ Փաշինյանից սկսած Գագիկ Ծառուկյանով վերջացված, ոչ ոք իմ կարծիքով այդ խնդիրը չի կարող լուծել։ Չվերաբերվում է մեր պետության ներքին խնդիրներին, ապա ստեղ եւս մի կարևոր հանգամանք։ Հայաստանը 30 տարի ձևավորվել է, ստեղծվել է Հայաստանում թալանի պետություն։ Թալանի պետություն դա այն պետությունն է, այդպես կսահմանեմ, որը որ ազգային հարստությունը, ազգային մշակույթի ժառանգության օբյեկտները ոչնչացնում է, քանդում է, փչացնում է իշախ ինչ որ մասնավոր անհատական շահերի։ Հայաստանը եղել է այդպիսին մինչև 18 թիվ եւ շարունակում է մնալ այդպիսին առ այսօր։ Դրա մասին վկայում է վերջերս այդ խոշոր գործարքը, որ տեղի ունեցավ, երբ 40 տարով երկարաձգվեց օդանավակայանի կոնցեսիան։ Այսինքն այն գործարքը, որը որ սկսել էր Քոչարյանը, Փաշինյանը շարունակեց։ Վատ է դա։ Իհարկե վատ է, դա վկայում է, որ թալանի պետությունը շարունակում է Հետ մնալ։ վերցնեին օդանավակայանի կառավարումը Էռնեկյանից։ Իհարկե 6 տարուց ավարտվում է կոնցեսիան, մի հատ տրամաբանություն հասկացեք։ Պետությունը 2000 թվականին, թողնենք 2001 թվականին, ինչ դրդապատճառներով գտավ, որ իր մոտ ներուժ չկա օդանավակայանը կառավարելու, հանձնեց ավատարմագրային կառավարման, կոնցեսիայի անհատույց պայմանով, որ կարվեն ներդրումներ։ Դա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կարար չէ մասնավորեցներ, վաճառեր, չվաճառեց, որովհետև գտնում է, որ այդ ռազմավարական նշանակության օբյեկտը ապագայում Հայաստանի համար ունի նշանակություն։ Եթե դա երկու տարբերակ կա, ողջամիտ մոտեցման տեսակետից, կոնցեսիան գործիք է, որպեսզի վերահսկողությունը չկորցնել այդ հուշ կարևոր պետական սեփականություն հանդիսացող հանգույցային, տրանսպորտային հանգույցի նկատմամբ, երկրորդ տրամաբանությունը, որ դա պարզապես քողարկված սեփականաշնորհում, անվճար, անհատույց քողարկված սեփականաշնորհում։ Հիմա 30 տարի անցավ, անցնում է, 6 տարուց ավարտվում է այդ կոնցեսիայի պայմանագիրը, Հայաստանը, եթե առաջի վարկածով ենք շարժվում, որի սկզբանե տրվել էր, որպեսզի այդ օբյեկտը մնա Հայաստանի տնօրինության կառավարման ներքո։ Ապա տրամաբանական է կոնցեսիոներին ասել շնորհակալություն, հաջողություն եւ վերցնել կառավարումը արդեն պետական ձեռքերում։ Եթե պետությունը չի կարող այսօր էլ 30 տարի անցել է, ունակ չի այդպիսի ռազմավարական օբյեկտներ կառավարել։ Դեպքում տրամաբանական է, որ մոդեռնիզացված օդանավակայանը, որը որ արդեն մեծ արժեք ունի, մասնավորեցնել, վաճառել, չէ, IPO անել եւ վաճառել, դնել, ստանալ դրա դիմաց շոշափելի գումարներ։
Եվ այստեղ մենք գալիս ենք հաստատման երրորդ վարկածի, որ օդանավակայանի կոնցեսիան, անհատույց կոնցեսիան ի սկզբանե եղել է քողարկված անվճար սեփականաշնորհում, եւ մենք տեսնում ենք, որ ընտրություններից ընդառաջ մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանի շահերի հետ իմ կարծիքով կապ ունեցող գործարքը վերարտադրվում է, վերակնքվում է, ինչ որ քաղաքական հետևանքներ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վրա, եւ ըստ էության այդ քողարկված անվճար անհատույց սեփականաշնորհումը արդեն դառնում է ըստ էության փաստ, որովհետեւ 70 տարի, մի քիչ պակաս 64 տարի այդպես է դուրս գալի այդ ժամկետով որևէ կոնցեսիա։ Պարզապես Քոչարյանի շահը ստեղ ո՞րն է, երբ որ դա Էրնեկյանի սեփական։ Նարեկ ջան, Քոչարյանը այդպես բարեգործ է, հա, 2000 թվականին խոշոր օբյեկտ անհատույց տվեց, հա։ Լավ, Հայաստանը այնքան խեղճուկ էր այդ վաղտ, որ 30 միլիոն դոլար չէր կարա ներգրավել օդանավակայանի մոդեռնիզացիայի համար։ Իսկապես հավատում եք, հա։ Մի հատ հասկանանք, էլի 30 միլիոն դոլար ներգրավելու համար 30 տարով տվեցին օդանավակայանը անհատույց կոնցեսիայի։ Մի փոքր մենք քաղաքացիներ ենք քննարկում ենք պետական սեփականության վերաբերյալ կառավարության որոշում։ Այն ժամանակվա եւ հիմիկվա։ Ես կարող եմ ձեզ ասել անձնապես դրանից տեղյակ եմ եւ դա հրապարակային տվյալ է, չոր գախնի տվյալ չի, օդանավակայանի շահույթը 2000 թվականին տարեկան շահույթը կազմում էր մոտավորապես 10 միլիոն դոլար։ Անձնապես կարող եմ դա ասել, որովհետև 98 թվականին Հայ Ներարդ բանկի հանձնարարությամբ աուդիտ է անցկացրել օդանավակայանում, օդանավակայանը ուզում էր մոդեռնիզացիայի համար վարկ վերցնել եւ այդ պատճառով այդ աուդիտի անհրաժեշտությունը առաջացել էր։ 10 միլիոնը բազմապատկեք 30 տարով, ինչ է ստացվում։ 300 միլիոն դոլար, չէ՞։ Այսինքն մեր պետությունը հրաժարվեց 300 միլիոն դոլար շահույթ ստանալուց, որպեսզի 30 միլիոն դոլար ներգրավի ըստ պայմանագրի օդանավակայանի մոդեռնիզացիայի մեջ։ Ողջամիտ է այդ գործարքը։ Բարեխիղճ չէ կառավարությունը եղել, երբ որ այդ գործարքը կնքում էր։ Ես գտնում եմ, որ ակնհայտորեն այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկ կա։ Եվ իհարկե, հենց այդպես էլ, ինչպես Փաշինյանն էր ասում, կոռուպցիան խոմպոզով փոչով չի լինում, այդպես էլ լինում է։ Ինչ որ պետությանը առաջարկում են անիմաստ, հա, գործարք, ինչ որ մի գործարք, որտեղ որ իր շահերը ոտնահարվում են, եւ այդ ամեն ինչ որ ձևով ներկայացնում են, այ էս պատճառաբանության բան, բայց այդ պատճառաբանությունը եթե վերլուծում ես, չէ, առաջ ես քաշում հարցեր, թող մեկը գա եւ ասի, որ այո, այդ 30 միլիոն դոլարը արժեր այդ 300 միլիոն շահույթից հրաժարվել։ Իսկ այսօր օդանավակայանի տարեկան շահութաբերությունը իմ կարծիքով առնվազն 2 անգամ ավել է։ Այսինքն եթե 40 տարով տալիս են դա անհատույց կոնցեսիայի, հա, 1 միլիարդ դոլարի մոտ հասնող թիվ են զիջում։ Այդքան շահույթ Հայաստանը եկամուտ Հայաստանը չի ստանա, Հայաստանի պետությունը չի ստանա։ Թալանի պետությունները հենց նման գործարքներով են նկարագրված։ Օրինակ տրիպը 99 տարով Հայաստանը շահույթները տրանզիտից տալիս է ԱՄՆ-ին։ 99 տարով։ Պատկերացնում եք այդ ինչը։ Մի ամբողջ դար, չէ՞։ Դրանից եկող մի քանի սերունդ հայ ժողովրդի շատ ճնչին մասն են 1/4 լավագույն դեպքում եկամուտների տեսնելու են այդ դա անվտանգության բաղադրիչ չունի նաև իրենով։ Իհարկե, միշտ կան բացատրություններ, անվտանգության բաղադրիչ, են։ Չունի, անվտանգություն չի ապահովում դա։ Իսկ մենք պիտի ինչի մեջ համադրենք։ Օրինակ եկեք համադրենք, չէ, երբ որ մենք որոշումները վերլուծում ենք, պիտի իրար հետ համեմատենք։ Օրինակ Հայաստանի որոշումը միանալ Եվրոմիությանը անվտանգության տեսակետից լուծում է քաղաքական խնդիրը, չէ՞։
ըստ էության կանխում է եւ Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ, չէ՞։ Այսինքն այդ լուծումը Հայաստանից պահանջում է ազգային ռեսուրսների հանձնում Եվրոմիությանը մեկ դարով, ոչ։ Ընդհակառակը ինչ որ հնարավորություններ է ընձեռնում ընդգրկված լիներ միասնական տնտեսական քաղաքական տիրույթում, ստեղծում է պլատֆորմ քաղաքական խուսափել Թուրքիայի նախապայմաններից, Ադրբեջանի նախապայմաններից, պարզապես հարց, Թուրքիան կարա Եվրոմիության հետ իր սահմանը փակ պահել, պիտի բացի, չէ, եթե Հայաստանը անդամ դառավ Եվրոմիության, պարզ է դա, չէ, այդ դեպքում կարիք չկա եկեղեցիականներին ընդեղ չգիտեմ ինչ անել, կարիք չկա սահմանադրությունը փոխել, սահմանադրության նախաբանը փոխել եւ մեր ժողովրդից գալի մաս քաղաքացիներին ցավ պատճառել, ինչ որ քաղաքական նոր հայրենասիրության նոր տեսակ հորինել եւ այլն, այդ բոլոր հրարատից հրաժարվել, արագածը ասել, էսի մեր սիմվոլն է եւ այլն։ Դա հասկանալի է, չէ՞, բոլորիս որ արվում է, Թուրքիայի նախապայմաններն են խաղաղության հասնելու սահմանը բացելու համար։ Բայց կան եւ ուրիշ չէ ճանապարհներ, երբ որ մենք համեմատում ենք ինչ որ մի բանը մի բանի հետ, պիտի մեզ պատասխան տանք, սա էֆեկտիվ միջոց է, դրանից ավելի էֆեկտիվ միջոց կար, թե չէ։ Եվ դրա համար եւ տրիպը եւ օդանավակայանի կոնցեսիան խոշոր գործարքներ են, ռազմավարական ռեսուրսները պետության տրվում են ուրիշ պետություններին, տրվում են ինչ որ կորպորացիաներին, այ ժողովուրդը զրկվում է դրա օգուտներից։ Իսկ եթե պետությունը Ալանի պետությունը այդպես է իրեն պահում, երկիրը միշտ մնալու է աղքատ։ Երկրի պետությունը պահելու հոգսը լինելու է միայն քաղաքացիների ուսերին, միայն հարկերի միջոցով։ Նարեկ ջան, իմ եւ ձեր հարկերի միջոցով։ Երբ որ օդանավակայանի 40 տարով կոնցեսիան երկարացրեցին, անձամբ ձեզ եւ ձեր երեխաներին թողեցին աղքատ, որովհետեւ դուք եք վճարելու պետության բեռը, հա, հարկերը։ Իսկ այն ինչը որ կարող էր այդ բեռը թեթևացներ ձեզանից հանել, տրված է ուրիշին անհատույց, նույնը եւ տրիպը, այն ինչը որ կարող էր Հայաստանին բերեր, Հայաստանի քաղաքացիներին բերեր օգուտներ եւ դա թույլ կտար նվազեցնել հարկային բեռը, պիտի անեն քաղաքացիները հանուն անվտանգության, հանուն ինչին կամ ֆլան ֆստան եւ այլն եւ այլն։ Եվ մյուս բանը նույն օդանավակայանի հարցում Զվարթնոց օդանավակայանը մշակութային օբյեկտ է։ Հիմա նոր այս կոնցեսիայի երկարացման հետ կապված ներկայացնում է կոնցեսիոները նախագիծ քանդել Թալանի պետությունը ինչով է զբաղված։ Թալանի պետությունը չէ, ինչպես ասեցի, ազգային հարստությունը, սեփականությունը պետական մշակութային ժառանգությունը ոչնչացնում է, փոշիացնում է, տալիս է ուրիշներին եւ այլն, այսինքն վատ է կառավարում դա դրանից բխող շահույթները նվազագույն են ժողովրդի համար։ Եվ այստեղ այո մենք տեսնում ենք Հայաստանում այդ պրակտիկան քանդել մշակութային օբյեկտները, պաշտպանվող օբյեկտները լինելու է շահերի բախում, պետությունը խի է գնում այդ ճանապարհով, որովհետև ինքը Թալանի պետություն է, որովհետև ինքը պետություն է, որը դիտարկում է պետական սեփականությունը որպես ռեսուրս, որը կարելի է ծախել, վաճառել կամ նվիրել առանց ժողովրդին դրա դիմաց բավարար եւ անհրաժեշտ արդյունք ստեղծելու։ Այսինքն եմ ասում։ Հիմա այս ընտրություններում պիտի բոլոր օլիգարխիկ ուժերը Հայաստանի հավաքված են մրցակցել, չէ, եւ հարց, իրենք ինչի համար են հավաքվում, որ Թալանի պետությունը Հայաստանում վերջ տան, լուծարեն։ Ոչ, որպեսզի Թալանի պետությունը շարունակի մնալ։ Սա է խնդիրը, եւ այդ չափանիշներով
ոչ մի թեկնածու ներառյալ Նիկոլ Փաշինյանը իմ չափանիշներին չի համապատասխանում գալիք այդ 5 տարվա Հայաստանի կառավարման համար։ Հիմա քանի որ թարմ նորությունը Սամվել Կարապետյանն է, դուք իր հայտարարությունները, մտահոգությունները անկեղծ համարում եք, թե ոչ, այսինքն այսքան տարի Հայաստանը խնդիրներ է ունեցել անվտանգային, տնտեսական, սոցիալական, արտագաղթ, պատերազմի հետևանքով մի շարք խնդիրներ եւ նրա կողմից ցանկություն չի եղել երկրի ղեկը ստանձնելու։ Հիմա ասես ինչը կարող էր Այդ երկրորդական փաստարկներ են ինձ համար։ Ես նայում եմ ինչ ծրագիր է առաջ քաշել Կարապետյան։ 300 աշխատատեղ ստեղծելու հարց։ Հայաստանում վերջի տարիների ընթացքում խոսում են աշխատատեղերի պետական գրանցման ավելացման մասին ըստ քիչ էր ձևակերպումները, քիչ էին գրանցված աշխատողները, պետությունը բերեց նրան, որ հիմա այդ գրանցումները ավելի շատ են, ռելոկանտներ Հայաստան տեղափոխվեցին, ավելացավ Հայաստանում աշխատողների թիվը այդ ռելոկանտների թվով առնվազն ինչ որ մի փոփոխություն կա։ Հայաստանի համար 300,000 նոր աշխատատեղ ստեղծելը ռազմավարական նշանակության խնդիր է։ Սամվել Կարապետյանը օլիգարխ է եւ ինքը ենթադրում է այդ խնդիրը լուծել օլիգարխիայի եւ պետության համագործակցությամբ։ Ես դա համարում եմ վատ լուծում մեր ժողովրդի համար։ Մեր ժողովրդի մեջ կա հատված ում որ դուր է գալի այդ, մեծենատ, հարուստ, բան, հեսա կգա այս կանի եւ այլն, էլի ինձ համար պարզ է որ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրը 300,000 որտեվ արեք 300,000 աշխատատեղ ստեղծելը ունի հետեւյալ բանաձևը Հայաստանում 160 մոտավորապես 180,000 գործազուրկ կա եւ Հայաստանը ունի կարիք ռեպատրիացիայի այսինքն մեր հայրենակիցների հետ վերադարձի իմ կանխատեսումները Ռուսաստանի ապագայի համար շատ վատն են Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների համար Հայաստան հետ վերադառնալու խնդիրը սուր է դառնալու իմ կարծիքով մոտակա ապագայում Հայաստանը պիտի պայմաններ կարողանա ստեղծել եւ քաղաքականություն վարել մեր հայրենակիցներին Ռուսաստանից հետ բերելու համար դա պետական կառավարման առաջնային խնդիր պիտի լինի իսկ դա ինչ է նշանակում դա հենց այնպես հայտարարություն չի չէ վերադարձեք հայրենիք հայրենիքը պիտի աշխատատեղեր ստեղծի հայրենիքը պիտի ապրելու համար պայմաններ ստեղծի նախաձեռնի այս Երևանում մենք 50,000 քառակատ նոր բնակարան ենք կառուցել ոչ թե այն տրամաբանությամբ որ գալու են հետ են վերադառնալու այդ մեր հայրենակիցները եւ ոչ այն տրամաբանությամբ որ Հայաստանը պիտի զարգանա հավասարաչափ այսինքն ոչ միայն Երևանը այլ նաեւ մյուս ռեգիոնները եւ արտադրությունը բիզնեսը նույնպես պիտի ապակենտրոնացվի չտակվի միայն Երևանում, չէ, այլ Հայաստանի տարածքային կազմակերպումը պիտի լինի այնպես, որ ինքը տարածքով նաև օպտիմալ կազմակերպված լինի։ Այսպիսի հարցեր կան, որոնք որ եթե օլիգարխիան իմ կարծիքով օլիգարխիկ այդ խոշոր սեփականատերերը սկսեն այդ հարցերը կարգավորել, այո, իրենք կարող են դա կարգավորել, բայց դրանից պետությունը կտուժի ոչ թե որովհետև այդ կառույցները ներկայացնող մարդիկ այդ խոշոր սեփականատեր դրա համար եւ խոշոր սեփականատեր են որ իրենց համար առաջնային են իրենց սեփական շահերը եւ ձեր հարցին այդ հատվածին ես ասի դա երկրորդական է իմ համար իսկապես այս պահին երկրորդական է բայց այո դա քիչ այսպես ասած հավանական է որ այս օլիգարխիան, հայկական օլիգարխիան կարող է պետությունը օգտագործելով որպես գործիք հայ ժողովրդի համար այս արմատական խնդիրները լուծել։ Աշխարհ քաղաքական
ստատուսի փոփոխություն, անվտանգության խնդիր, նոր աշխատատեղերի ստեղծում, սոցիալական պետություն ստեղծել։ Սոցիալական պետություն ստեղծելու մոդելը Նարեկ ենթադրում է, որ պետությունը պիտի ունենա ուժեղ պետական սեփականություն, էֆեկտիվ պետական սեփականություն, որպեսզի նվազի հարկային բեռը քաղաքացիներից եւ միաժամանակ պահպանվի սոցիալական պաշտպանությունը, որը որ գրեթե 0 է մեր երկրում, էլի ժամանակակից չափանիշներին եթե համեմ։ Այդ խնդիրներից օլիգարխիան կիլոմետրերով հեռու է եւ մենք ունենք այն ինչ որ ունենք այսօր։ Եվ Վենսի այցի հետ կապված դուք ձեռքբերումներ տեսնում եք Հայաստանի համար այդ այցով ձեռքբերված պայմանավորվածություններով թե ոչ։ Դա այլ հարց է, որին ես չեմ կարող հիմա պատասխանեմ, որովհետև համեմատության մեջ է Նարեկ ամեն ինչ։ Հիմա մենք ունենք ատոմակայան, որը որ կարող է շահագործվել մինչև 30 թիվ։ Վերջո այդ հարցը կա, չէ՞։ 70-ական թվականներին կառուցված ատոմակայանը ինչքան պիտի աշխատի։ Վատագույն պատասխանը մինչև չտրակի, չէ՞։ Այսինքն մենք պիտի գիտակից ինչ որ որոշում կայացնենք, փակել վաղ թե ուշ այդ ատոմակայանը փոխարինել նորով։ Հիմա այդ լուրը, որ նոր միջուկային ռեակտորները Հայաստանի համար այսպես ասած դրանց գինը կլինի 5 միլիարդ։ Մենք պիտի հետևյալ համադրություն ունենանք, այդ 5 միլիարդով գնված ռեակտորները ինչքան են արտադրելու էլեկտրականություն եւ ինչա լինելու այդ էլեկտրականության ինքնարժեքը եւ համեմատենք այլ լուծումների հետ նույն եթե համեմատենք այլ ատոմային ռեակտորների հետ արդյոք դա թանկ է, էժան է, հարմար է, որն է առավելությունը եւ այլն։ Եվ երկրորդը համեմատենք էլեկտրաէներգիայի արտադրման այլ եղանակների հետ։ Դուք երբևիցե այս կարևոր հարցի շուրջ Հայաստանում էներգետիկ բալանսի շուրջ որակյալ քննարկում, բովանդակալի քննարկում, որտեղ ձեզ ներկայացնեն Հայաստանում կա այսքան էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայան 1 արտադրում է այսքան մեգավատ, Հրազդանի ՏԵՑ արտադրում է այսքան մեգավատ, այսինչը արտադրում է այսքան մեգավատ, երկրին հարկավոր է այսքան կիլովատ-ժամ լսել եք երբևիցե։ Մենք այդպիսի հարցերի ուսումնասիրություն, հա, քաղաքական գործիչները, եթե բարեխիղճ են, պարտավոր են կատարել, անում են, ես հույսով եմ, բայց ես երբեք չեմ մասնակցել այդպիսի հրապարակային քննարկման, ընդդիմության շրջանակում, երբեք չեմ տեսել, որ պետական շրջանակում, պետության նախաձեռնությամբ, իշխող ուժի նախաձեռնությամբ նման քննարկում լինի, որպեսզի այս Հայաստանի համար, որ հարցին կպակ կարևոր հարց է, էներգետիկ անկախություն, էներգետիկ անվտանգություն, չէ՞։ Ներկայացնում են մեզ պապուասներից, հա, ինչ որ մի հատ լուծում, դաժե լուծման անունը չեն ասում են 5 միլիարդ ներդրում է լինելու, ու խոսքը գնում է ինձ եւ ձեզ հասկանալի է, որ այդ ռեակտորների մասին, ու վերջ, ոչ մի հիմնավորում, որ այդ ռեակտորները ԱՄՆ-ի առաջարկող ավելի լավն են, քան, չգիտեմ, բրիտանական կամ ֆրանսիականները կամ ռուսականները, ավելի նվազ ինքնարժեք կապահովեն եւ մյուս հազար ու մի հարցեր։ Այդպես շփվում են, ոնց ասեմ, կառավարություն ժողովուրդ եթե հարաբերությունները գնահատել, ոնց որ դեբիլների հետ շփվեն, էլի, կարիք չկա մարդկանց պարզաբանելու, կարիք չկա մարդկանց բացատրելու կառավարման հարցերի էությունը, կառավարությունը այդ խնդիրները չունի, դիսկուրսները փոխում է Սամվել Կարապետյանը սենց կամ ոնց կամ ինչն ու այդ հասկանալի է նախընտրական բանը, բայց այդ հարցերի վրա եմ ես ուզում բոլորի շեշտը ուշադրությունը դարձնել, որ այո, այդ հարցը մնում է բաց, ինչ ենք անելու, երբ որ փակվելու է գործող ատոմակայանը եւ 5 միլիարդ դոլարով մենք առնելու ենք ԱՄՆ-ից նոր ռեակտորներ, ինչ կարժենա
1 կիլովատի գինը։ Այսօր ասում եմ 3 դրամ արժի ինքնարժեքը մեր ատոմակայանի, դա պարզ է ինչի 3 դրամ, որովհետև ամորտիզացված է վաղուց եւ այլն, պարզապես դա այդ ատոմային նյութերի ծախսն է դրանից արտադրվող այդ բանի, եւ ընթացիկ սպասարկման ծախսերն են։ Կառուցել նոր ատոմակայան, նոր ռեակտորներ ձեռք բերել, այդ ամբողջը պահանջելու է ակնհայտորեն ինքնարժեքի բարձրացում, բերելու է գների բարձրացում։ Տեսնում եք, որ ոնց է կապված Վենսի գալը, ռեակտորները եւ Սամվել Կարապետյանը։ Վերցրեցին կառավարման տակ ցանցը, սպառման ցանցը, չէ, էլեկտրաէներգիայի, Սամվել Կարապետյանից հենց վերցրեցին, չէ, ինչի կապը ստեղ ակնհայտ է, էլի։ Կառավարությունը գիտի, որ իրենք ընտրել են որոշում, կատարել են որոշում, որի հետևանքը անխուսափելի է տարիֆների բարձրացում։ Էլեկտրաէներգիա, անձամբ դուք նարեք մի քանի տարուց վճարելու եք էլեկտրաէներգիա մի քանի անգամ ավելի շատ բարձր տարիֆներով։ Այդ որոշումները ընդունվում են հիմա։ Եվ այդ որոշումների շուրջ կռիվը գնում է հիմա, մեկից վերցնում են իր այդ սեփականություն հանդիսացող բաշխիչ ցանցը, մյուսի հետ կնքում են պայմանագիր դորդուբեժ գներով այդ ռեակտորները անելու եւ այլն, որովհետեւ գիտեն, որ ապագայում պիտի այդ բոլոր հարցերը ինչ որ մի իմի բերեն եւ ինչ որ մի ձևով ինձ եւ ձեզ եւ մեր հայրենակիցներին մատուցեն։ Ու այդ ժամանակ այս խոսակցությունը ոչ մեկ չի հիշի, ձեզ վստահեցնում եմ, երբ որ այս որոշումների սկիզբն էր։ Այլ էլեկտրիկ Երևանի նման մարդիկ միակ ելքը լինելու է, փողոց դուրս գալ, այնտեղ ուժ կունենան դուրս գալ, չեն ունենա եւ ենթադրենք բողոքել խիա սահմանվում 1 բանի գինը, 1 կիլովատի գինը խոսքի 80 դրամ։ Ես հիմա խոսում եմ այն էական հարցերի մասին, որոնք որ այսօր լրագրողները ընտրություններից առաջ պիտի մեր այո ոչ կրակի հետ, այո մութ եւ չթաքցնենք մեծ մասամբ հետամնաց ընտրողներին պետական կառավարման հարցերը բացատրենք, որովհետեւ իրենց քվեարկությամբ, չէ, պիտի ընտրություն անեն ոչ թե Սամվել Կարապետյանի քիթը, թե Նիկոլ Փաշինյանի գլխակը համադրելով, այլ պետության սեփականության պետական կառավարման հարցերի ապագայի վերաբերյալ, որը որ անդրադառնում է բոլորի առօրյային եւ երեխաների ապագային։ Իսկ երեխաների ապագան եւ մեր ծնողների, նախկինների հիշատակը, հիշողությունը, դա այն ինչ որ մեզ պահում է, չէ, մեր երկրում, դա չեղավ, ինչի ստեղ ապրես։ Կարաս ապրես ցանկացած, չէ, զարգացած պետությունում առանց նման խնդիրների։ Եթե մարդիկ ապրում են ստեղ, նաև մեր վրա կա եւ պատասխանատվություն։ Եվ այդ պատասխանատվության օրը մոտենում է, դա հունիսի 7-ն է։ Ես ճիշտ ասած մեծ պեսիմիզմով եմ լցված այդ հունիսի 7-ի նկատմամբ։ Ինձ թվում է, որ մեր ընտրողները զրկված կլինեն հնարավորությունից լավ ընտրություն, լավ որոշում, լավ իշխանություն ձևավորելու։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ ձեզ։